Հիմա հավաքում ենք ստանդարտ ծննդատան պայուսակը։ Սա մեր ծնարանային բաժանմունքի պայուսակն է, որի մեջ դնում ենք հողաթափերը ռետինե, հատուկ հավաքածու, որի մեջ մտնում է 2 հատ սավան բալիկի և մայրիկի համար, 1 հատ վարտիք, հատուկ վարտիք է ծննդաբերական, շնչող, 1 հատ տակդիր և բալիկի համար տակդիր, սա միանգամից ծնարանում մայրիկը կտա, իրեն կհագցնեն։ Smile ապրանքանիշից խոնավ զուգարանի թուղթ, անպայման խոնավն ենք դնում, սովորականով չի կարողանա կինը օգտվել։ Միցելար անձեռոցիկներ դեմքը մաքրելու համար, եթե մայրիկը շպարով է գնում հիվանդանոց։ Էստեղ մեզ մոտ 1 հատ ածելի է, հնարավոր է անհրաժեշտ լինի, եթե հապճեպ գնաք հիվանդանոց։ 1 հատ սովորական անձեռոցիկ, չոր։ Շրթունքի բայզամ անպայման ծննդաբերության ժամանակ շրթունքները չորանում են։ 1 հատ ջուր, անպայման սոսկայով ենք դնում, որպեսզի մայրիկը կարողանա օգտվել։ Ֆիթնես բատոնչիկ ուժերը հավաքելու համար։ Այստեղ մայրիկը կդնի նաև երեխայի համար հագուստ և մի քիչ ավելի ինտենսիվ սնվելու բան կարող է բանան դնել։ Հիմա ընդհանուր դնում ենք մեծ պայուսակը, մայրիկի ապրանքներից սավաններ ենք դնում 10 հատ, հետծննդաբերական վարտիքներ 5 հատ, հաջորդող օրերի համար, սա տակդիր է, որը հենց հետծննդաբերական է, դնում ենք կրծքի ներդիրներ մի տուփ, հատուկ քսուկ կրծքի համար, կրծքապտուկների քսուկ, 1 հատ սետ, ատամների մածուկ և խոզանակ։ Բալիկի համար դնում ենք տակդիրների հավաքածու, 4 տեսակի տակդիրներ են, որ բոլորը մայրիկը փորձի և վերջում որոշի, թե որն է իր բալիկի համար ավելի համապատասխան, գիտենք երեխայի տակդիրի հատվածը շատ զգայուն է մաշկը լինում, հետևաբար պետք է ամեն ինչ փորձել։ Տերեզա մեդի սավաններ, բյուբխենի անձեռոցիկ խոնավ, Էստեղ դնում ենք պամայի ականջի փայտիկներ, սա հիվանդանոցում պետք չի, բայց առաջիկա օրերին պետք կլինի։ Էստեղ բալիկի խնամքն է։ Բյուբխենի գելն ենք դնում լոգանքի համար, անպայման կաթիկ, այս կաթիկը հիվանդանոց պետք է տանել։ Տակդիրի քսուկն է փոքրիկ տարբերակով և անպայման դնում ենք սուդոկրեմ, եթե կարմրություն է առաջանում տակդիրի հատվածում, պորտի մշակման 70%-անոց սպիրտ, ստերիլ սալֆետկաներ պորտը մշակելու համար և այսպիսի փոքրիկ հավաքածու ստացվեց մեզ մոտ խնամքի միջոցների, դնում ենք ընդհանուր պայուսակի մեջ։ Այսպիսի հետաքրքիր պայուսակ մեզ մոտ ստացվեց, սա ստանդարտ ծննդատան պայուսակն էր, եթե որևէ բանի կարիք դուք այստեղից չունեք, կարող եք հանել կամ հակառակը ինչ-որ բան ավելացնել էստեղ, բայց եթե այսպես վերցնեք, սա ստացվում է ստանդարտ ծննդատան պայուսակ։